Նորից մենք, նորից 3 ավելորդները խանգարելու են ժամադրություններին։ Բարև ձեզ։ Ողջույն, այսօր ունենալու ենք մի հյուր, երրորդ ավելորդ հյուր, որին, չգիտեմ, բացենք փակագծերը, թե չէ, որը շուտով դառնալու է մեր գործընկերը, չնայած մեր գործընկերն է արդեն, բայց նոր ալիք է շրջանակներում։ Կտեսնեք իրեն։ Լավ, եկեք դիմավորենք մեր Հուգոին։ Բարև ձեզ։ Հա, ասենց ես զգացի այդ քոկոմից նիջան բոլորս ճանաչում ենք ես։ Մենք միշտ բարեհամբույր ենք, մենք միշտ հյուրընկալ ենք, պատրաստ ենք երիտասարդ սերնդին, սխալ բան է, երիտասարդ սերնդին։ Ոչ հարգանք չունեմ, հա։ Չկա։ Իսկ դուք օքեյ եք, որ ես միանում եմ նոր ալիքին։ Շատ օքեյ ենք։ Ես ուրախ եմ, որ բլոգերներին թույլ են տալիս, այն բլոգերներին, ովքեր արդեն ինչ-որ մեծ ձեռքբերումներ ունեն, կան ցույց տան իրանց ուրիշ կողմերից, նենց որ քեզ մաղթում ենք, որ դու քեզ ուրիշ կողմերից ցույց տաս։ Հետևանց չենք տեսել, մի հատ կկանգնես, հետևանց տենանք։ Հուգո հետևանց։ Հուգո հետև։ Մերսի շատ, ես առաջարկում եմ սկսենք արդեն։ Վստահ ենք մեկնաբանությունները ամեն ինչ լինելու է շատ լավ, թող չընկճի որևէ բան քեզ։ Անգամ այսպեսի անոնսից հետո։ Հուգո, կարամ քեզ Գուգո ասեմ, please։ Չէ, դերել եմ Հուգո, որ կարամ Հյուգո ասեմ։ Գուգ ասա։ Բայց որտեղից է գալիս Հյուգո այդ, հա, ինչ-որ բան էլի, ինչ-որ կինոից բան շատ։ Դե Վիկտոր Հյուգոյի հետ ինչ-որ չափով ինքը կապ ունի, ես պրոստը սիրում եմ Հյուգոյին դրան որպես գրող եւ այլն, դրա համար կապ ունի, բայց նաեւ այդ ընթացքում մի հատ տեղ է աշխատում, որտեղ մի հատ պապի էր հետս աշխատում, այդ պապիկը ինձ անցած Հյուգո էր ասում։ Տենց տպավորվեց, այդ ժամանակ նոր էի բլոգը սկսում, ասացի, այս պապիկը օգնեց ինձ իր վերջի տարիներին հասկանալ։ Հիմա կա է տատիկը։ Տատիկը։ Հիմա կա է պապիկը ու շատ լավ պապիկը։ Դե մաղթենք երկար տարիների կյանք, որովհետև ես կարծում եմ նաև այդ նիկնեյմից էլ է շատ բան գալիս, մարդկանց մեջ տպավորվել եւ այլն, բայց մի քիչ բլոգից եւ կարիերայից անցնենք դեպի անձնական տիրույթ, որովհետև ինձ թվում է հենց դրա համար ենք ավելի շատ հավաքվել։ Ներողություն, իսկ եթե անձնական չեմ ունեցել, էդի ո՞ց եք այստեղը վարել։ Իրապես անձնական չեմ ունեցել նաեւ ես։ Okay։ Խոսենք անձնական չունենալու մասին, ինչի՞ չես ունեցել անձնական։ Չէ, ունեցել եմ, պրոստը ասացի։ Պրոստը շատ շուտ եմ ունեցել, 18 տարեկանում եմ վերջի անգամ հարաբերության մեջ եղել, ես հիմա 22 տարեկան եմ։ Ու ընդամենը 4 տարի։ Զարա ջան, 4 տարին դա մեծ թիվ է։ Հյուգո 29 տարեկան եմ, երբեք հարաբերություն չեմ ունեցել, բոլոր հաղորդումների ընթացքում դա շեշտում եմ պարտադիր։ Ինչ ոտ հաղորդում է։ Ու խորհուրդ եմ տալի մարդկանց ոնց ամուսնանալ։ Okay։ Բայց հենց դա է տալիս փորձառություն կիսվել եւ խոսել նաեւ այդ կողմի մասին, որի մասին շատ քիչ են խոսում, որտեղ բոլորը էքսպերտ եւ մասնագետ են հանդես գալիս։ Ինչևէ, այ խոսենք այդ հարաբերության մասին, առաջին սերն էր, առաջին սերը չէր, ինչու բաժանվեցիք։ Առաջին սերը չէր, առաջի անգամ սիրահարվել եմ մի օր ասեմ քանի տարեկան էի 9 տարեկան էի, տենց շատ հավես սեր էր մեր մեջ, ինքն էլ փոքր էր ինձանից, տենց մի 6 տարեկան էլ ինքն էր։ Հա, հետո ինքը տենց գալիս էր մեր գյուղ, մենք տենց հավեսով տեսնում էինք ամբողջ ամառ իրար ենք եւ այլն բան։ Փչացրի սաղ։ Ես շատ տոքսիկ ու զզվելի եմ էլի, հետո որ տեսեք ոնց է մեր մոտերը, մենք 4 տարի անընդմեջ մեջ հարաբերության մեջ ենք, ասենք կռվում ենք, հետո նորից բարիշում ենք, կռվում ենք, բարիշում ենք, սեզոնային սերեր։ Ինչ ամառներն եք տենում, դրա համար եք շփվում։ Գյուղում բան չունեք անելու, ինչ անենք, արի իրար շփվենք։ Մի խոսքով ես սաղ փչացրի, որտեվ սկսեցի երկրորդ հարաբերությունս։ Հենց զուգահեռ սկսեցի երկրորդ հարաբերությունը։ Ինչը քեզ մռեց այդ դավաճանությանը։ Թե չգիտեմ որ տրավմասեր ավելի արտահայտված որտես բան արեցի, բայց արդեն երկրորդը դպրոցական տարիքում էր, արդեն են համալսարան գնալու շրջանը, վերջի դասարանում էի եւ այլն բան։ Այդ սենց շատ տպավորված էր, որտեվ ամեն ինչ ավելի լուրջ էր, սենց մտածում էի, օր այսօր վсё ամուսնացանք, բայց չէ։ Սոր այս պարագայում էլ չհասկացանք ուղղակի իրար ու թողեցինք։ Ինչ տվեց քեզ այդ հարաբերությունը, ինչ որ փորձառություն տվեց։ Հա, ավելի
Ես հասկացա, որ հարաբերության մեջ իրար զիջելը, իրար հասկանալը, իրար ավելի շատ լսելը ու ինչ որ բանից որ նեղում ես արտահայտվելը խոսալը շատ մեծ դեր ունի էլի ու այդ ամենը կարա փրկի այն ինչ որ դուք ունեք, ոչ թե ուղղակի երեխու պես ամեն մեկը ձերը պաշտպանեք, քաշեք մի կողմ։ Իսկ ունեցել ես այդ ժամադրություններ հարաբերություններից հետո։ Ու եթե ունեցել ես ինչ ակնհայտ կարմիր դրոշակ ա եղել, որ ասել ես չէ, դա լավ։ Չեմ ունեցել։ Հա։ Մամայի հետ շատ մոտիկ եք, ես շատ եմ սիրում ձեր վիդեոները, մամային եմ շատ սիրում, դա հավես էներգետիկա է գալիս, այն մաման ինչ արձագանքներ ա տվել ընկերուհիներին, հետաքրքիր է, մամաները ոնց են վերաբերվում։ Ասեմ, զարս, իմ մաման երևի թե տեղակել չի եղել ոնց շփվեցի, ոնց վերջացրեցի, որտեվ ինձ չի խաղ, ինքը ընդհանրապես չի խառնվել, հա, նենց չի, օրինակ, հիմա դաժե այս տարիքում ասում եմ, իսկ կարող է, բան, որպես հայ մամա իրան թույլ է տալի, տենց բան, որոշեն, էլի մեր փոխարեն տենց է։ Որ հայ մամա են, բայց ամեն դեպքում նաև ժամանակակից են ուզում լինեն, որ չգիտեմ ոնց ասես, դե կուզենանք թոռ ունենանք, սենց իրակիրած տեքստ ասում, մամաս ասես թոռ եմ ուզում, երեք պապանձվա։ Քրոջը ցերեքը զուգար կողքս զռում է, այս չգիտեր ինչ արել։ Ես նայում ասեմ, մամ, վստահ ես, որ ուզում ես։ В общем, մի խոսքով մաման ընդհանրապես չի խառնում այդ հարցերին, բայց օրինակ իրան հետաքրքիր է թե ինչ ընտրություն կանեմ ես։ Պարզ է։ Դե հա։ Հիմա քո 3 քրաշերին ասա հայտնի մարդկանց մեջ։ Արենա Գրանդե։ Օպա։ Անի Երանյան։ Օպապա։ Վերջինը շատ կապ չունի, просто Успенская։ Успенская, она очень краш։ Она крашների։ Ես միշտ ուզել եմ իմ կողքը տենց ուժեղ տղամարդանից գարել։ Բայց երեք Успенская-ն ես հիմա նայում եմ ու ինքը ու Պուգաչովը։ Ու Успенская-ի մեջ նավեն է դուր գալիս, որ ինքը ամենայն անկեղծությամբ խոսում է իր սիրային համ սիրային պատմությունների մասին, համ իր արտաքինի մասին, որևէ բան ինքը չի թաքցնում, այդ այնքան կարևոր է։ Ահա որ Ազատ խոսում է ինչպես է իր ամուսնուն դավաճանել։ Այդ ցույց է տալիս ինչպես է դավաճանել։ Այդ հարցազրույցները չեմ լսել, բայց ինձ դուր է գալիս, երբ որ կանայք ամենայն անկեղծությամբ խոսում են, դրա համար բնականաբար որոշակի ուժ է պետք, էմոցիոնալ աճ է պետք, որովհետև հասարակության կարծիքը դա մենք գիտենք կանանց հանդեպ մեծապես, ինչ բուրն են արձագանքում, բայց լավ քրաշեր էին շատ։ Հիմա մենք ունենալու ենք հերոս, ում ահա որ շատ պետք է հարցաքննենք, դու էլ մեր հետ միասին, որպեսզի օգնենք իրեն գտնի երկրորդ կես կամ զույգ, կամ կողակից, որ զառան չջղայնանենք։ Դիմավորենք մեր հերոսուհուն։ Մեր հերոսուհին արդեն այստեղ է, Մարիամ ջան, բարև ձեզ։ Մի քիչ ավելի մանրամասն կպատմեք ձեր մասին, սովորում եք, աշխատում եք։ Աշխատում եմ, մասնագիտությամբ լուսանկարչուհի եմ, նկարում եմ եւ ստուդիաներում, եւ տարբեր առիթներին, համ հոբի է, համ սիրելի աշխատանք։ Դες Հարցեր։ Մարիամ ջան, ինչքան ժամանակ առաջ եք հարաբերության մեջ եղել վերջին անգամ։ 1 տարի առաջ երևի։ Իսկ ոնց ինչից բաժանվեցիք, ինչ համավորեցիք թողում։ Չենք հասկացել ուղղակի իրար։ Երկար է տևել այդ հարաբերությունները։ Չէ։ Օրինակ։ Մոտավորապես ինչքան։ 2 ժամ։ 1 1 ժամ այցիկ չէ։ Ոչ այդ։ Մի քանի ամիս ավելի հստակ չեմ հիշում։ Բայց ասենց շատ հակիրճ եք պատասխանում, մեզ մի քիչ ինձ մանրամասներն էլ է հետաքրքիր։ Եկեք այն հարցերը տանք, որ ինքը բացվի, հետո միանգամից էս հարցերը տանք։ Կասես քո 3 հայտնի մարդկանց քրաշերը, ում համարվես արտակնապես գեղեցիկ։ Երևի առաջին տեղում Սոս Ջանիբեկյանը։ Մեր առաջին տեղում էլ է Սոս Ջանիբեկյանը, ստե եթե տաբլիցա լիներ Սոս Ջանիբեկյանը լինելու։ Միշտ ինքը կա, հա։ Հա, միշտ կա քրաշերի թոփ։ Արկադի Դումիկյանը երևի թե հաջորդը, երրորդ չեմ կարող ասել ճիշտ ասած։ Իսկ հիմա օրինակ ո՞նց ես պատկերացնում քո կողակցին, այսինքն ինչ ստանդարտներ պետք է ունենա, որ իմանաս այ ինքը քո մարդն է, էլի, այն ամենաբազովիները։ Ամենա երևի սենտիմենտալ բաները կլինեն նրանք, որ հոգատար է, ուշադիր է։ Իսկ ոչ սենտիմենտալ։
արտակնապես։ Ճիշտ ասած, այս վերջում մի հատ ռիլ եմ տեսել մեր արտիստներից մեկի էջում, որ աղջիկներ ջան, հերիքա նամյոկ անեք, մենք չենք հասկանում նամյոկ ու այդ շատ նորմալ է, որ չենք հասկանում, բայց իրականում ուզում եմ նամյոկները հասկանամ, Հասկացա։ ու ուզում եմ կարիք չլինի իրականում նամյոկ անելու։ Ուրեմն նախկին հարաբերությունները կարելի ասել, որ ինչ որ չափով տենց, չէ։ Ինչ հետաքրքիր է, որ լինում են տղաներ, որոնք աշխարհի բոլոր տղաների անունից խոսում են, ասենք, մենք նամյոկներ չենք հասկանում, տղաներ կան, որոնք շատ լավ են հասկանում։ Չգիտեմ ճիշտ հիշեցի թե չէ տեքստը իրականում, չգիտեմ բոլորի անունից էր թե ոչ, միտքը դա էր, որ տղաներին նամյոկ մի արեք, մենք չենք հասկանում։ Բայց մի հատ է խնդիր կա, որ լիքը տղաներ են, ահավոր սխալ են հասկանում աղջիկների նամյոկները, այսինքն լիքը տղա կա, որ իր հետ հումոր ես անում, մտածում է դու իրան ես ուզում։ Հա, ֆլիրտ ես անում։ Ու տղա կա, որին կարող ես ուղակի ժպտալ, մեկ էլ բարձվի, ասի դե հավանում էր, ֆլիրտ էր։ Բայց կարակ եւ Կարանք, Կամ սթորիներին պատասխանումը կրակա դնում, մեկ էլ բարձվում է, ասենց շքեղացված իր ընկերական այդ փոքրիկ շրջապատում, պատմել է, որ շփվել է։ Ես անգամ մինչև 26 տարեկան կոմպլեքս եմ ունեցել, մեքենաների մեջ չեմ նայել, որովհետև ես մի հատ ծանոթ տղա ունեի, ով ասում էր, եթե աղջիկը ավտոմեքենայի մեջ նայում է, դա նշանակում է, որ իրան հետաքրքիր է այդ տղեն, ու ես միշտ սենց էի քայլում, դրա համար բազում անգամ կարողացել եմ ավտոմեքենայի տակ ընկնելուց եմ փրկվել։ Տաքսի ես կան, չէ։ Դեսի հայ Սենց առանց նայ։ Անկեղծ դա իմ համար խնդիր է եղել, որտեղ ես տաքսի երբ որ կանչում էի, չէի կարողանում կենտրոն, այսինքն էի անում, յանի վատ եմ տենում, որ չմտածեմ, որ ես իրանց եմ նայում, այ ուղղակի վատ եմ տենում։ Շատ կոմպլեքսավորված եմ եղել։ Դե դու կոմպլեքսավորված չես, կան տղաներ, որոնք իրենց սահմանափակ աշխարհ ընկալմամբ կարող են կոմպլեքսավորել շատ կանանց, դա այդ դեպքերից է։ Մնաց դու չնայես։ Հետաքրքիր։ Որն է ձեր բազային մինիմումը եւ շքեղ մաքսիմումը։ Օպանա։ Թարգմանեցի։ Լավն է։ Իրականում կարծում եմ հարաբերությունների մեջ վերաբերմունք ցույց տալը ինչ որ շքեղություն չի, այտենց որ ասեմ շատ բարձր level, որը ինձ կապշեցնի, չկա։ Մի քիչ երևի անհամեստ եմ, չգիտեմ, բայց սիրտը այսինքն տենց прям գրավել։ Չի ասի թե իրականում, բայց կարծում եմ լավ վերաբերմունքը շքեղություն չի ու նույնիսկ չարժի շքեղացնել։ Չէ, իմ հարցը չհասկացաք։ Ինչն է, որ կընկալեք դուք դա, եթե դա տղամարդը անի, կընկալեք դա շքեղություն։ Ու ինչն է, որ բազա է ձեր համար։ Օրինակ ասենք ծաղիկ նվիրի, ճիշտ եմ, ես Առանց հասկանում։ արթի ծաղիկ նվիրի, Դա ասենք շքեղություն է, իմ համար բազա է, ասենք։ Հաճելի է շատ։ Ծաղիկ։ Հաճելի է ու ցանկալի, բայց շքեղություն չի կարծում եմ։ Ձեր համար Որն է շքեղություն։ Հա, հենց որն է շքեղությունը ձեր համար։ Չեմ կարող ասել։ Ինչ կարող անի տղեն, որ sense միանգամից մտնի քո աչքը սիրահարվես իրան։ Ու հետո հիասթափես, ու կամ ոչ թե հենց այդ տղուց, այլ ինչ պետք է անի, որ հիասթափես, ու ինչ կանի, որ սիրահարվես։ Իրականում սիրահարվելու համար չեմ ուզում աղջիկների անունից խոսալ, բայց հիմնականում շատ բան պետք չի, ինքը լինի խարիզմատիկ տղա շատ, այդ գրավիչ է շատ։ Իմ դեպքում ես կոնկրետ խարիզմային շատ եմ նայում, նույնիսկ ինքը կարա գեղեցիկ չլինի արտակնապես շատ, բայց եթե շատ խարիզմատիկ է, այդ ինձ գրավում է շատ։ Դա հումորի զգացումը, դա խարիզմա է։ Միշտ ցանկալի է, միշտ։ Ու գիտեք, մի հատ բան կա իմ մոտ, ես ունեմ ինչ-որ հատկանիշներ, չեմ ուզում թվարկել, թեկուզ լավ, թեկուզ վատ, բայց ինչի՞ չես ուզում թվարկել, բայց մենք պետքա տենց բռնենք այդ հատկանիշները, որ մնացածի մեջից էլ գտնենք, որ հերթ են կանգնել, որ մենք հիմա պետքա։ Դա ասա, դու չես գովում քեզ, դու ասում ես քո լավ հատկանիշները։ Ես ասեմ դու ունես տեսքով ես, որ ինչ է ասես, չես գովալու քեզ, դու սա ճիշտ ես ասում։ Սա ճիշտ ես ասում, այնքան լավ է քո արտակինը։ Անկեղծ ասա։ Դու ինքը գլուխ չի գովում, ինքը մեր պահանջով ասում է իր լավ հատկանիշների մասին։ Եվ նորմալ է, երբ որ մարդը գիտի իր լավ հատկանիշները, բարձրաձայնում ու ընդգծում, հրաշալի է։ Նենց որ, ասա։ Вообще կաշկանդվեց էլ, եւ շփագեցի։ Ես գնացի։ Վայ շատ հավես աղջիկա, կստացի։ Այո։ Իրականում ես թե կարիերայի հարցում ասեմ, թե շրջապատում, թե ընկերների մեջ ու թե վերաբերմունք ցուցաբերելու առումով տալիս եմ ավելին, թե ընկերներս ինձ ճանաչողները այդ կասեն ու ես ուզում եմ, որ կողակիցս լինի այդ ամեն ինչի կատարելագործված տարբերակը, սենց ասեմ, օրինակ հումորը շեշտեցիք դուք, ես հումորի զգացում ունեմ ու ուզում եմ կողակիցս լինի դրա ավելին, այսինքն ես հումոր անեմ ու շարունակությունը
լինի ավելի ուժեղ, դա լինի ուշադրության, հոգատարության, հումորի տարբեր առումներով։ Շատ հետաքրքիր է, որ մարդը կողակից ընտրելուց ուզում է, որ շատ բան նույնիսկ ինքը իրանից սովորի, ոչ թե ինքը իրան տա, այդի sense միշտ կա էլի այս բանը, դա հետաքրքիր է։ Իսկ մի հատ ինձ հարց է հետաքրքիր, քանի որ շատ են մեր մոտ գալիս ու այդ թեման տենց շատ ցավալի է բոլորի համար, դու ունես տղա ընկերներ ու արդյոք չես խանդի, եթե քո կողակիցը ունենա աղջիկ ընկերներ։ Իրականում ունեմ տղա ընկերներ, բայց այդ մասով խանդոտ եմ ու ցանկալի է, որ իմ ապագա երկրորդ կեսը կամ չգիտեմ ընկերս չունենա աղջիկ ընկերներ։ Բայց եթե ինքը քեզ ասի, որ տղեկից մի շփվի տղայի հետ չշփվել ասվածը ճիշտ ասած ես էլ տենց կտրականապես չեմ ասի մի շփվի, բայց ցանկալի է երկուսս լավ պատկերացում ունենանք այդ դիստանցիա ասվածի շուրջ։ Բայց ինչ վտանգներ կա, եթե օրինակ ձեր կողակիցը ունի աղջիկ ընկերներ, իրանք շատ վաղուցվա ընկերներ են, չեմ ասում օրինակ նոր ձեռք բերել, ինչ որ այդ դեպքում որոշակի հարցեր կարող է առաջանալ, բայց եթե արդեն իրենք ընկերներ են եւ այլն, իրենց մեջ ռոմանտիկ որևէ բան չի աճել տարիների ընթացքում, այս դեպքում ինչ վտանգներ կան, ինչը կարող է ձեզ տիպի, որ դուք խանդեք։ Չգիտեմ, ես հենց եմ պատկերացնում, օրինակ, եթե ես ունեմ տղա ընկերներ ու ունեմ արդեն կողակից, ով ինչ որ չափով պատկերացնում եմ, որ դեմ է աղջիկ տղա ընկերությանը, ես արդեն կունենամ այն դիստանցիան, որ իր մոտ հարցեր չառաջանա ու նույնը ակնկալում եմ իմ կողակցից։ Չէ, ինձ զուտ անձնական հետաքրքրությունից ելնելով առանց բնականաբար որևէ քննադատելու միտումի, զուտ ինձ հետաքրքիր է ինչն է վանում այդ մտքի մեջ, որ օրինակ տղամարդ կողնանա աղջիկ ընկերներ։ Վստահում եմ իմ կողակցին, բայց իր շուրջ մարդկանց չեմ կարող վստահել։ Ինչ պետք անեն, եթե ձեր կողակիցը չուզենա իր հետ ինչ-որ բան անեն, տղամարդը վստահաբար, այսինքն եթե դիստանցիա լինի, աղջիկները ինչ-որ դիստանցիա կպահեն, իսկ եթե զգա, որ օրինակ այդ դիստանցիան անցնում է, արդեն բնականաբար ինքը գիտակցված առանց ձեր ասելու էլ կհրաժարվի այդ ընկերությունից։ Հասկանում եմ ինչ եք ասում, հա, բայց դիստանցիան ինչ-որ սեր չի ճանաչում ըստիս։ Այսինքն աղջիկը պետք չի հասկանա, որ տղան ուզեց կամ չուզեց այդ դիստանցիան անցնել, նույնն էլ հակառակը։ Եթե ես ձեզ ճիշտ եմ հասկանում էլի։ Չէ, ես բոլորովին ուրիշ բան էի ասում, ես նկատի ունեմ, եթե ձեր կողակիցը հակված չլինի դավաճանելու, որևէ մեկը իրեն չի ստիպի, որ ինքը դավաճանի։ Ես խոսում եմ դավաճանության մասին, ես չեմ խոսում դիստանցիայի մասին։ Եթե ձեր կողակիցը ինքը հակված չլինի դավաճանելու, իրեն որևէ մեկ այս աշխարհում չի կարող ստիպել եւ պարտադրել, որ ինքը դավաճանի։ Ես զուտ այդ տեսանկյունից է ինձ համար մի քիչ անհասկանալի, թե ինչու են դեմ լինում այդ ընկերությանը։ Ինձ թվում է, որ օրինակ ճանաչեք թեկուզ օրինակ ձեր կողակցի ընկերուհիներին, այդ մասով դեռ կարող մի քիչ օքեյ լինեք, էլի, որ ասենք ինչ որ ընդհանուր շփում լինի, ոչ թե բան, մի քիչ օքեյ կլինեք, որ ճանաչեք, իմանաք, նույնն էլ ինքը։ Լավ, բնականաբար սա ձեր տեսակետն է, դուք կգտնեք այնպես տղամարդ, որի հետ։ Չէ, հարգում ենք թե ձեր տեսակետը։ Եվ մի հատ վերջին հարց էլ տալիս ենք ու արդեն Մարիամին ճանապարհում ենք եւ դիմավորում ենք մեր երկու մասնակիցներին։ Կասես ինչ հարցեր կուզենաս տանք մեր մասնակիցներին, որպեսզի մենք իմանանք պատասխանը, հետո քեզ թաքուն ասենք ու տենանք ինքը սխալ է, սուտա պատասխանում այդ հարցերին թե ոչ։ Շատ կհետաքրքրի իրանց բազովի մինիմումը, դուք ինձ այդ հարցը տվեցիք, ինձ շատ դուր եկավ, ինչը չեն, ինչն է ավելի գրավում աղջկա մեջ իրենց ու ինչն է վանը։ Արտակինը միշտ էն ասում, դա ես կարամ պատասխանել։ Նույնիսկ չեն ասում դա է։ Բազովի մինիմում ինչն է գրավում աղջկա մեջ։ Ես կհիշեմ հարցը։ Ու որ կետերն է, որոնք վանում են իրան, ավելի ճիշտ կտրականապես հաց ջուր կարակ։ Եվ ինչ երրորդը որ կտրականապես դեմ են ինչ որ հատկանիշ աղջկա մեջ։ Երևի թե արդեն կարող ենք հյուրընկալել մեր մասնակիցներին, նրանց հարցախեղ տանել եւ փորձել գտնել ձեզ համար հենց նրան։ Դուք հայացքներով փոխանակվում եք։ Հուգոն ու Մարիամ։ Այո։ Եթե չուզես, ինձ ասա ես։ Ես դա զգացի։ Հա ես էլ էի զգում։ Ես դա զգացի, դա մեր ուղակի լրացի։ Okay, եթե մենք ընթացքում կհասկանանք եւ եթե հանգարցակի ես ձեր մեջ տեսնեմ ավելի շատ կայք, ես ամեն ինչ կանեմ, որ դուք ժամադրվեք։ Իսկ մենք դիմավորենք մեր երկու մասնակիցներին եւ հարցախեղ տանենք արդեն նրանց։
Մենք Մարիամին հենց նոր ճանապարհեցինք ու տաղավարում է արդեն առաջին մեր մասնակիցը Տիգրանը։ Բարև ձեզ Տիգրան։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Աշխատում եք, սովորում եք, ինչով եք զբաղվում առհասարակ։ Ես Տիգրանն եմ, 29 տարեկան, մասնագիտությամբ տատու արտիստ։ Իմ բնակավարում որպես ճանաչում են տատու Իզաբելա։ Իզաբելա։ Տատու Իզաբելա։ Ինչով է պայմանավորված։ Նորից ասեմ, որտեղ տատու Իզաբելա։ Բայց ինչու կան կանոջ Տատու Իզաբելա։ Իմ աղջկանն է։ Կներեք, որտեղ ես չէի, ինձ թվաց ես եմ տատու Իզաբելա, ինչ որ բան կա, всё, օքեյ, հասկանում եմ։ Իմ աղջկանն է։ Դեռ չծնված ես որոշել եմ, որ իմ մականունն է այդպես է լինելու։ Արդեն 7 տարի է։ Եկեք խոսենք նախկին հարաբերություններից, ինչ փորձառություն եք ունեցել, ինչքան է տևել հարաբերությունը։ Նախկինում եղել եմ ամուսնացած։ Ինչ-ինչ պատճառներով բաժանվել ենք։ Հարաբերությունների մեջ եղել եմ միշտ, չեմ ստի։ Այո, ամուսնացած ժամանակ։ Ոչ, ամուսնացած ժամանակ ոչ, բայց եղել եմ ամուսնություն, երբ որ ավարտվել է ամուսնությունը մեր, վсё է ադրվել։ Դրանից հետո միշտ եղել է։ Իսկ միշտ փնտրուկներ եղել է, ասենց ասեմ։ Օրինակ ես հիմնականում բաժանված մարդիկ ասում են, լավ, երկրորդ անգամ էլ չենք ամուսնանա, ձեր մոտ էլ կա այդ դրվածքը, թե դուք ուզում եք նորից ամուսնանալ, նորից ընտանիք կազմել։ Միշտ էլ ցանկություն կա ընտանիք կազմելու, իհարկե։ Այսինքն հիմա որ աղջիկ եք ման գալիս ամուսնության եւ դուրս հարաբերությունների համար։ Ну, տեսնեք։ Իսկ կապը կա նախկին կնոջ հետ։ Իհարկե։ Որովհետեւ ենթադրեցի, որ երեխա ունեք։ Իհարկե, բնականաբար իմ երեխայի մայրն կապը պետք է պահվի։ Ոնց եմ սիրում առողջ հարաբերություններ, շատ լավ։ Դեռ Հայաստանում մի քիչ ամուսնալուծությունների հետ կապված ասենց շատ կարծրատիպային վերաբերմունք կա, բոլորը մտածում են տուդում փոց է լինում, գուցե ինչ-որ զգալի հատվածում այդպես է լինում, բայց վստահաբար առողջ դեպքերն էլ քիչ չեն։ Եթե խոսենք ձեր, ոնց որ խոստացել էինք մեր հերոսուհուն, նրա, այսպես ասած, հորդորով մենք ձեզ տալու ենք հարց, որն է ձեզ համար հարաբերություններում շքեղ մաքսիմումը եւ բազային մինիմումը։ Օրինակ իր անունով տատու։ Իմ համար է շքեղությունը։ Ես նախկինում արել եմ նման բան։ Բայց հիմա չկա դա ծածկվել է։ Ինչի է կարելի, ինչ կարելի անել։ Համվել եք այդ տատուն։ Չէ, վրայից ուրիշ տատու ենք խփել ու շատ շքեղ է այդ տատուն։ Հայտա շքեղին է եղել ու բավականին հայտնի տատու է։ Հասկացա։ Եղել է։ Շքեղ ասելով կնոջ կամ աղջկա համար միշտ պետք է անես, որ շքեղ լինի։ Լավ, աղջիկ ընկերների հետ կապված հարցերը, ոնց որ sense կարմիր գծի նման տղա աղջիկ ընկերության թեման մեր հաղորդման տարբեր էպիզոդներում կարմիր գծով գնում է, որովհետև մինչև այս հաղորդումը ես երբեք չէի մտածի, որ դա sense բավականին սուսերով ընդունվելու հարց է, անկեղծ իմ համար բացահայտում է եղել այս շրջանակում, որտեղ sense ինչ-որ փոխպճակի մեջ դու ապրում ես ու հետո հասկանում ես, որ չէ, սա շատ դեպքերում կարող է մարդու համար լինել խնդիր մաքուր ընկերության մասին եմ ես խոսում, հա, տղա աղջիկ ընկերությանը ոնց եք վերաբերվում։ Եվ ոնց կվերաբերվեք, եթե ձեզ սահմանափակեն այս հարցով։ Չեմ սիրի սահմանափակի։ Եթե ինչ-որ մեկը լինի, չեմ սիրի ինձ սահմանափակեն, որովհետև իմ շրջապատը հիմնականում երակշռում են աղջիկները։ Բայց երկողակիցը որ ունենա տղա ընկերներ, դուք կսահմանափակեք։ Չեմ սահմանափակի, Պրոստը պետք է ես էլ գոնե ճանաչեմ նրանց, ովքեր որ Գալիս ենք իմ ասածները։ Դա առողջ վերաբերմունք է։ Մեր հերոսուին նաև խնդրեց հարց տեք, դուք ի՞նչն եք առաջինը աղջիկների մեջ գնահատում։ Անկեղծությունը անկեղծ լինի, եթե գնահատելու մասին է խոսքը, անկեղծ։ Առաջինը արտաքին, ինչին եք ուշադրություն դարձնում են, Սկզբից արտաքին է։ Իսկ ինչ արտաքնով աղջիկներ են ձեր դուրը գալի։ Ճոխ աղջիկներ։ Բայց ինչ ասել է։ Նու ճոխ ասելով նկատի ունեմ խնամված եղունգներով, նու բնականաբար մի խոսքով ամեն ինչը իդեալական լինի։ Հասկացանք։ Իդեալական ձեր չափանիշներով իդեալականը ինչ ասել է։
Խնամած լինի, մազերը գզգզված սաղորը տունը չլինի։ Բայց դուրսը։ Մազերը գզգզված դուրս լինի։ Դուրսն էլ գզգզված չլինի։ Նկատի ունեմ, չեմ սիրում, երբ որ կինը կամ աղջիկը միշտ տանն է մնում, ասես տունը, ինձ դուր չի գալի էդի, որովհետև այդ տան մնալը վերջում պորտկելու է դուրս գնա։ Այսինքն դուք պատրաստ եք ձեր ոնց որ կնոջը դե շատը ձեզանից էլ է գալի էլի որ ասենք կնոջը նենց անեք որ տանը շատ ժամանակ չանցկացնի տակ նրան այդ հնարավորությունը որ ինքն էլ դուրս լինի ինքն էլ շփման մեջ լինի ակտիվ կյանք վարի կներես ոչ թե տա այդ հնարավորությունը այլ հավասարապես չէ խոսքը կենցաղը կիսելու մասին է եթե դուք պատրաստ լինեք կենցաղը կնոջդ կիսել բնականաբար կինն էլ ավելի շատ ժամանակ կկարողանա տրամադրել իր արտաքինին բայց երբ որ կնոջը դուք կենցաղային գործեր չանեք բնականաբար կենցաղը մնա ամբողջությամբ կնոջ վրա, այս դեպքում կնոջը ներկայացնել այդպիսի պահանջներ, կարծում եմ, այդքան էլ արդար չի։ Հիմա դուք որի կողմնակից եք, կենցաղը կկիսեք։ Կենցաղը մենակ իր վրա չի մնալու։ Ես ստացա իմ հարցը պատասխանը։ Չէ, այդ բարգանը չէ, դուր է գալի, որ կինը գոնե մի քանի ժամը գեղեցկության սրահներում է լինում։ Զուտ մենակ իմ համար։ Ոչ թե կողքիններն էլ է դա աճելի։ Եթե իմ կողը ինքը շքեղ եղավ, ես շքեղ լինելու եմ։ Տիգրանից, եթե ձեր կողակիցը տատուներ չունենա կամ ունենա։ Իմ համար մեկ է այդ։ Չէ։ Այսինքն տատուներով աղջիկները օքեյ են ձեր։ Ինչ որ ասեր օքեյ չէ։ Չէ, նորմալ է սա։ Ես տատուներից իրար եմ ու իր ցանկությունն է ուզի կունենա, ուզի չի ունենա, բայց իմ հետ շփվելով հաստատ կունենա։ Իսկ հիմա որ աղջիկայից սկսում եք շփում, օրինակ հարաբերություններ եք ունեցել, ասեցի կամ բաժանվելուց հետո, ամեն դեպքում այդ գիտակցումը, օրինակ այդ աղջիկայից շփման հետ գիտակցումը հասկանում եք, որ ինքը ինչ որ ձև կապ ունենալու նաև ձեր երեխայի հետ, արդյոք եթե օրինակ կոնֆլիկտային լինի ու ասի չէ, ես չեմ ուզում ընդունեմ, ինչ է լինելու, եթե շատ սիրեք կբաժանվեք, թե ոնց։ Սկսեմ նրանից, եթե նա իմ երեխային ընդունես, կընդունի ինձ։ Առաջինը ես այդ եմ մտածում։ Ոչ թե ընդունել, դե հա բնականաբար ընդունելու է ինձ հետո նոր երեխային, բայց ես այդպես չեմ սիրում, սիրում եմ առաջինը նայի տեսնի, որ ես երեխա ունեմ ու պատրաստ է ինքը գոնե շաբաթվա մեջ մեկ անգամ խնամ իրեն։ Խանդոտ մարդ ձեզ համարում եք։ Ամսով կարիճ եք կներեք։ Չէ, աղեղնավոր։ Ինչու՞մն է դրսևորվում խանդը։ Օրինակ, ինչ ասպեկտներ կան, որ կարող եք հիմա նշել, ասել, այս հարցով ես խանդոտ եմ։ Հիմնականում ֆլիրտներ չեմ սիրում։ Կան մեծամասամբ աղջիկներ, որ քո դիմաց տղամարդը նստած, բայց ինքը աչքերով ուրիշին ուժե։ Բայց կողը դա ձեզ թվում է։ Ոնց է լինում օրինակ ինձ հետաքրքրեց։ Ոնց է օրինակ աչքերով աղջիկները։ Դա շատ հեշտ է հասկանալ, ոնց։ Շատ հեշտ է։ Ասենք սենց։ Չէ, նայ։ Ոչ, ես քո հետ ես ու դու հանդիպան ենք, խոսա հետս։ Ինչ ան ինչ կա չկա։ Լավ եմ դու ասա։ Այսինքն ես անկեղծ ես մի հատ ծանոթ աղջիկ ունեի, որ այդից կոնկրետ շոռում էր, ես չեմ կթույլ տամ այս։ Բավականին շատ է։ Այո, Տիգրան ջան, ձեր սրտից խոսեցի ոնց որ, հա։ Ես համաձայն եմ, հասկանում եմ ինչի մասին եք։ Քո հետ խոսում եմ կողքիններին բոլորին նայում եմ, ոնց որ ես հիմա օպերատորներին եմ նայում, ոչ թե Տիգրաններին։ Այո։ Մեկ էլ ինչն է այն հատկանիշ աղջկա մեջ, որ ինքը անի միանգամից կվանի ձեզ։ Սուտը։ Ստելը։ Սուտը չեմ սիրում։ Ստուտ համամարտկային խնդիր է, ստի առհասարակ իսկ օրինակ արտաքինի մեջ ինչն է որ կվանի։ Արտաքինի մեջ ես գեղեցկությունը սիրում եմ, ասացի նոր, որ նայում եմ առաջինը գեղեցկության նոր հոգին։ Իսկ որ խոսքի հարաբերությունը վերջանա, ինչ որ մեկ էջոֆեք վերջանա ընկերական հարաբերություններ կա ձեր համար դրանից հետո։ Չի կարող նման բան լինել։ Ընկերական շփում չկա։ Իսկ դուք շատ հավասարակշռված մարդ եք, ճիշտ եմ հասկանում։ Ինքան հավասարակշռված եք հունից դուրս եք։ Դուք պետք է ասեք, ես չեմ կարող ասել իմ մասին։ Դուք միշտ sense հանգիստ եք։ Ոչ, ագրեսիվ։ Հա։
Բայց հանգիստ մարդկանց ագրեսիան ավելի վախենալու է, քան ագրեսիվ հասկանալ, մարդկանց ոնց որ մի բան պատվող ունի, էլի, այս հանգստությունը չի կարող sense հանգիստ լինի, էլի, հետաքրքիր։ Դա ինձ թվում է շատ բաներ մենք կարող ենք հասկանալ նաև ժամադրության ընթացքում, որովհետև դեռ մենք գնալու ենք ժամադրության։ Հիմա կխնդրենք ձեզ, սպասեք եւ պատրաստվեք ինչ որ առումով, չգիտեմ թե պատրաստվել եք նաև ժամադրությանը, որտեղ ձեր կարմիր դրոշակներ եւ կանաչ դրոշակներ ենք ցույց տալու։ Այս պահին ձեզ ասում ենք C, բայց հանդիպելու ենք ժամադրության ընթացքում։ Բարի։ Մեր երկրորդ մասնակիցը արդեն այստեղ է եւ մենք նույն ուժով իրեն ենք հարցաքննելու։ Բարև ձեզ Էրիկ ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Մերսի։ Կպատմեք ձեր մասին մի քիչ։ Ես Էրիկն եմ, մասնակցությամբ QA ինժեներ եւ զբաղվում եմ նաեւ երաժշտությամբ, ավելի կոնկրետ рэպով, рэպեր եմ։ Այսօր մենք լսելու ենք կատարում, ես զգում եմ։ Երևի։ Ունեցել եք հարաբերություններ նախկինում։ Ունեցել եմ, հա, բայց միշտ տենց կարճ ատևած է ճիշտն ասած։ Ըստ ձեզ ինչու երկարատև չեն եղել հարաբերությունները, ինչով այդ պայմանավորված։ Ինձ թվում է զուտ իրար չենք հասկացել, չեմ կարող ասել։ Բոլոր դեպքերում Կոնկրետ ասեմ, դե ինչ որտեղ կարող է ես եմ մեղավոր եղել, ինչ որտեղ։ Բայց կարմիր գծի նման գնացող ինչ որ խնդիր նկատել եք։ Իմ կողմից չէ, ես տենց կարմիր գծեր չեմ հատում, բայց աղջկա կողմից է։ Չէ՞ որ ամենից հաճախ հանդիպող խնդիրն է եղել խանդելը, բոլորը խանդել են, բոլորը ինչ-որ խնդիր, որը բոլոր հարաբերություններում կրկնվել է։ Չէ, տենց կոնկրետ ինչ որ բան չի եղել, որ բոլորի մեջ եղել է։ Տարբեր է։ Կարճ է ինչքան ժամանակ կա օրինակ, դե ամենակարճ օրինակ։ 1 ամիս։ 1 ամիս ու պատճառը ինչն է եղել։ Հստակ չեմ կարող ասեմ, Իսկ բոլոր հարաբերությունների չենք հասկացել իրար։ Սիրահարված եք եղել ու սիրել եք։ Թե համակրանքի փուլում։ Ճիշտ ասած, սիրահարված, տենց ինչքանով որ ես հասկանում եմ։ Ինտրիժ կեքի սիրահարված։ Բայց շատ հարաբերությունների դեպքում ինձ միշտ մի հարց է տանջում, որ բոլորի դեպքում պետք է նույն բանը պատմես քո մասին, նույն թեմաներից խոսես, այդ սկզբի հատվածում ամենայն դեպս այդպես է, որ այդ նորից պետք է ամբողջ։ Մենակ դրա համար մարդ ալարում է ուրիշ հարաբերությունների։ Դուք չեք ալարում։ Որ այդքան նույն բանը ինքդ քո մասին։ Սարա ջան, դրա համար ասում են ով ալարի, ոչ դալարի եւ ամուսնանան։ Էրիկ ջան, իսկ ի՞նչն է գնահատում աղջիկների մեջ առաջնային։ Անկեղծություն, հավատարիմ։ Ես թվում է տենց շատ ասելու բաներ կա, շատ բան կարամ ասեմ, բայց տենց գլխավոր արժեքները դրանք են էլի։ Իսկ առաջնային արտաքնին նայում եք թե ոչ։ Հա, նայում եմ։ Իսկ ինչ արտաքնով աղջիկներ են ձեր դուրս գալի։ Պրոս չեմ կարա տենց։ Չգիտեմ, չեմ կարա կոնկրետ ասեմ, օրինակ սև մազերով, կապույտ աչքերով։ Okay, ինչ աղջիկներ դուր չեն գալիս արտաքնով։ Այդ էլ չեմ կարա կոնկրետ ասեմ։ Հա, իրոք։ Ինչ ստանդարտներ գեղեցկության մեջ, անձնական ստանդարտներ։ Տեսեք, ինձ առաջինը միշտ աղջկա մեջ գրավում է աչքերը, դից է սկսվում ամեն ինչ, էլի։ Պոչիկով աչքեր ունենա։ Ինչ։ Սենց պոչիկով Չէ, չեմ կարա տենց հստակ ձևակերպեմ ինչ, բայց ես որ տենց համեմատել եմ, օրինակ ում հետ որ շփվել եմ, համեմատել եմ իրանց աչքերը ոնց որ նույն կատեգորիան են ունեցել էլի։ Որն է այդ կատեգորիան։ Չգիտեմ, չեմ կարա։ Կապույտ աչքերով եղել է։ Չէ, գույնի մասին չէ, ավելի շատ։ Ինչ որ բան, որը դուք եթե անեք, դա աղջկա համար, զուգընկերուհու համար կամ աղջկա համար, որի սիրտ ուզում եք գրավել, որը կասեք, այս շքեղություններ ես որ արեցի։ Եվ որն է բազան ձեզ համար։ Ես թվում է զուտ ինչ որ չեմ կարա էլի օրինակ բերեմ։ Եթե աղջկա համար աղջկան նվիրված ռեփ ինչ որ ստեղծագործություն գրեք, կատարեք, թողարկեք, դա կապ չունի հաջողություն կունենա, թե ոչ, այդ քայլը ինքը իրենով շքեղությունը։ Տեսեք, հենց ճիշտ ասած էդ էլ ուզում եի ասեի, вообще լիրիկա շատ եմ անում ու չկա երգ, որ տենց օդից է։ Ինքը ամեն մի երգ կոնկրետ աղջկա մասին է։ Ձեր բոլոր նախկինների մասին երգեր ունեք գրած։ Կարելի ասել տենց մի հատ թողարկում են։ Կարելի ասել տենց մի բան, ու իրանք կոնկրետ մարդկանց մասին են, ու ոչ թե իրանց մասին են, այլ իմ ապրումների, իմ զգացմունքների, իմ զգացածի իրանց հանդեպ էլի, ու որ տենց լսեք կոնկրետ ոնց որ կիսվեմ։ Կկիսվեք մի հատով։
Եկեք հիմա, Լավ, որովհետև եկեք փորձենք։ ժամադրության ընթացքում, քանի որ նախկիներին է նվիրված, ժամադրության ընթացքում այդքան։ Կարամ տենց ինչ-որ քարյակ փորձեմ։ Իսկ պետք է մենք ինչ-որ բիտ բան Ասեք, տենց։ մենք Չէ, օրինակ հասկանում ես, որ ինքդ քեզ դու հակ ասում ես, թթվածին ես, սուպակ ասում ես, ասա դու ինչ, իպակ ասում ես, քեզ վնասում ես, իմինադու դու գնահադու, արածիցդ գոհեսադու, քեզ չեմ ատում, քեզ չեմ դատում, քեզ ես հիմա չեմ նկատում։ Վնասում ես իմինադու ինչ արել, որ իմինադու իրան վնասել է։ Չէ, վնասում ես իմինադու չէ։ Այդ մի քիչ առաջ էր վնասում ես։ Քեզ հակ ասում ես, վնասում ես, տենց էր։ Ինչ է, հա, այդ ուղղակի հանգավորում է, թե ինչ որ Չէ, ամեն ինչ շատ կոնկրետ է, էլի։ Ինչ որ հանգավորում։ Դուք ասում եք, որ հիմա չեք նկատում, բայց եթե չնկատեիք, նրան ռեպ ստեղծագործություն չէիք նվիրում։ Դե դա մի քիչ sense հեգնական։ Քիչ։ Okay։ Խանդոտ եք։ Հա։ Ոնց է դրսևորվում խանդը։ Օրինակ, ինչին կխանդեք։ Շատ բաների կարամ խանդեմ, էլի։ Չգիտեմ, կարող է դաժե խանդեմ, որ ուրիշի երգով ինձ տենց սապերնիկ ստորի անում օրինակ։ Կարամ դաժե տենց բաների։ Բայց չեմ գնա իրան ասեմ, ես խոսում եմ նրա մասին, թե իմ մեջ տենց։ Հա, բայց լավ չի, որ մարդու հետ խոսեք, ասեք ինձ սա դուր չի գալիս, գուցե մարդը ընդառաջի եւ ասի։ Դա չէ, արվեստն այնց բան է, որ հնարավոր է, էլի, որ ինքը կարողանա ուրիշի երգով։ Կներեք ձեր մրցակիցողը։ Չեմ կարող անուններով ինչ որ ասեմ։ Ես рэպեր եմ, տենց։ Ով որ рэպով զբաղվում է, չի կարա իր երգերի տակ ստորիները։ Չէ, ես օրինակ բերեցի, էլի։ Եթե ձեր ընկերուհին արդեն շփվում եք ու շատ տխուր երգի տակ, հարաբերություններում օրինակ դա խնդիր է ու երբ որ արդեն հարաբերությունների մեջ ես, տխուր երգերի տակ էլ չես կարողանում տանջվես։ Սա եւս խնդիր է, եթե տխուր երգ դնի եւ այսպես մելամաղձոտ տանջվի եւ այլն, այս կխանդեք այս դեպքում թե չէ։ Հետաքրքիր է, ես կխանդեմ։ Իսկ նեղած կոտ եք։ Չէ, ասի։ Հիմա շատ տարածված է, չէ՞, օրինակ տղեկն են նեղանում։ Ուզում եմ իմանալ դուք ոնց եք օրինակ։ Չէ, այտենց նեղանալ չունեմ։ Ասենք մի բան ձեր դուրը չգա, չարտահայտեք, բայց ցույց տաք, որ Չէ, իրականում կարևոր է այտենց խոսալ, լսել նեղված ժամանակ, եթե ինչ-որ ոչ թե նեղացկոտ, բայց նեղված ժամանակ շատ կարևոր է, որ ասենք բլոկ եք աղջկան, տենց բան կանեք։ Արել եմ։ Եղել է այտենց դեպք, բայց չեմ այտենց նեղվել ու արել էլի։ Սոտ վերջանալուց հետո, որ արդեն ավարտվել է շփումը այդ ժամանակ։ Բայց եթե ավարտված լիներ, ավելի հանգիստ չէիք տանի, քան օրինակ բլոգերն, որոշակի էմոցիոնալ ազդեցություն։ Դե, ունեցել եմ էլի օրինակ իմ մեջ, բայց հետո բացել եք բլոգից, հանել եք, թե չէ։ Դե, կարող է այդ բանին տենց ջղային ասած։ Այո, հանել եք։ Բլոկել եմ։ Էրիկ, իսկ եթե աղջիկը տղա ընկերներ ունենա, ո՞նց եք դրան վերաբերում։ Okay, բայց մեկայի մեջ տենց դրան շատ չափ կա, քանի որ ես իրան վստահում եմ, բայց օրինակ չեմ վստահում իրա ոնց Ոյ կլասիկա, իրոք համատարած խնդիր է։ Դասական արտահայտություն է, դա ես քեզ վստահում, շրջապատեն չեմ վստահում, դա մեկ այլ խնդիր է, որ ինչի մի տղան մյուս տղաներին չի վստահում, այս մասին մենք անդրադարձ ունեցել ենք, որ եթե դուք տղաներին չեք վստահում, բա մենք ոնց վստահենք այդ դեպքում, այսինքն սա այդ խնդիրն էլ կա։ Հա, հարցնում։ Իսկ եթե դուք ունեք աղջիկ ընկերներ։ Չէ, այտենց իմ մոտ միշտ չի ստացվել։ Սիրահարվել եք Կամ ես, կամ իրանք։ Դրա համար հիմա տենց պահում եմ այդ շփում աղջիկների հետ բնականաբար, բայց որպես տենց ընկեր, որ գնանք մի հատ։ Չգիտեմ։ Գալով ինչ որ կենցաղային հարցերի, դուք պատրաստ եք օրինակ կենցաղի հոգսը կիսել զուգընկերուհու հետ։ Հա, իհարկե։ Okay։ Ինչ շոտ առանց պատվող տղայի Էրիկը։ Կենթանիներ սիրում եք։ Շատ։ Պատրաստվի Հյուգո ձեռտուր գնում ենք Ինչպես կասեր ChatGPT-ին, դաջվածքը չի փոխում քեզ, այն բացահայտում է քեզ։ Տեսնենք Տիգրանը արդյոք կբացահայտի Մարիամին։ Բրավո Նինա։ Իրոք դու այս ChatGPT-ով։ Մենք գնահատում։ Կարմիր դրոշակ։ դրոշակ։ Բայց դուք ժամադրվեք։ Շփվեք իրար հետ։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Տիգրանն եմ։ Ես Մարիամը։ Ուրախ եմ շատ։ Ես նույնպես հաճելի եմ։ Բավականին գեղեցիկ աչքեր ունեք։ Շնորհակալ եմ։ Կպատմեք ձեր մասին մի փոքր կարևոր հատվածներից, բայց նախասիրություններից։ Լուսանկարչուհի եմ մասնագիտությամբ, նախադպրոցական մանկավարժություն եմ սովորել ու կարելի ասել սկսնակ բլոգեր։ Շատ լավ։ Ինչ որ երեքում Չէ, կատակ են Որ մեկը հանեմ։ սկսնակ Բլոգ։ բլոգ։ Ես ուղղակի ասել էի լուսանկարչուհի եմ, բայց Չէ, կատակ։ Նորի մացա։ Նորմալ է։ Շատ լավ։ դուք ինչով եք զբաղվում, ինչ նախասիրություններ ունեք։ Ես տատու արտիստ եմ, նախասիրություններ ունեմ հոբի։ Երգով եմ զբաղվում։ Քիչ, բայց զբաղվում եմ երգով։ Տիգրան, որ խնդրեմ կերկեք մեր համար։ Ներկապային ոչ։ Փախեցա Տիգրանից։ Հիփ-հոփ ժանրի մեջ է։ Հա։ Ուզում եի հարցնել, ճիշտ ասած։ Կարող է դու առանձին քո համար երկի, բայց մեր մոտ չի երկեց։ Մի հատ հարց կարամ։ Եթե աղջկան հավանում ես, ինչի ես պատրաստ հանուն իրա։ Հանում իրա։ Հիմա օրինակ, եթե իրենք ասեցին երկի, դու մերժեցիր, եթե ես ասեմ, չեմ ասում ինձ հավանել ես, բայց Առաջինը, սենց ասեմ, պետք է ինձ կոմֆորտ լինի, իսկ ինչն է դիսկոմֆորտ։ դիսկոմֆորտ։ Դեռ շփման մեջ ենք, չեմ կարող ավել բան ասեմ։ Հասկացա։ Երեխաների սիրում եք։ Շատ նշեցի, որ մասնագիտությամբ նախադպրոցական մանկավարժ եմ։ Հասկացա։ Ես կարող եմ ընդհատել, շնորհակալ եմ։ Քանի որ մենք անկեղծ ենք խոսում, Տիգրանը դրա մասին բարձրացնել է, Տիգրանը եղել է հարաբերությունների մեջ, բաժանվել է, Ամուսնացած է եղել։ հա, ունեցել է, ամուսնացած է, ունի բալիկ աղջիկ։ Ամուսնացած է եղել եւ ունի բալիկ։ Բալիկ աղջիկ։ Աղջիկ։ Քանի տարեկան։ 6 տարեկան է։ Շատ եմ սիրում երեխաներին, մենակ դրական արձագանք կարող եմ տալ իրականում։ Դզեց։ Նորմալ է, էլի կարմիր։ Շատ լավ է։ Ինչպես բայց ոչ հարաբերություններ դիգան։ Ես մի նայեք։ Հա, դու խոսած ես, Տիգրան, այս հարցեր դու տենց սա որ բացահայտ ես իր էությունը։ Ես գործ ինչ է գործ։ Իսկ հարաբերություններից կարանք խոսենք, թե։ Հա, ինչերի՞ քո նախկին։ Նախ Կարես դու էլ իմ հարաբերություններից հարցեր տաս։ Կարանք ընդհանուր։ Էս չի գնալու, չէ՞, եթերս։ Գնալու է, Դա գնալու եթեր։ Հենց Ընդհանուր կարանք, որ հարցին որ չուզենամ, չեմ պատասխանի։ Հա, որ հարցին ով որ չի ուզի, թող չպատասխանի։ Շատ լավ։ Ինձ օրինակ հետաքրքիր է նախորդ հարաբերությունների ավարտի, այսպես ասեմ, պատճառը։ Ավարտի պատճառը նախորդ թե նախորդների։ Ամուսնացած ես եղել, նշեցի։ Ամուսնության մասին ես խոսում։ Նախորդների։ Դե ես չեմ սիրում ստել իրականում, դրա համար եմ ասում նախորդ, որովհետև նախորդ եղել է։ Իսկ պատճառը հարցես։ Պատճառը դե երկուսս էլ սխալներ անում ենք, այնպես չի միշտ այդ մեկը ճիշտ է լինում, դասվան չկա։ Մեկը ճիշտ լինի, մյուսը սխալ լինի, կամ երկուսը ճիշտ են լինում, կամ երկուսը սխալ են լինում։ Խնդիրը չհասկանալն է եղել իրար։ Երբ որ լինում է մեկը փորձում է ճիշտ լինի, մեկը սխալ կամ հակառակը, այդ իզը չի գնում։ Այն ճանապարհը, որ գնա դեպի ծերուցան։ Հասկացա։ Իրականում ինձ շատ դուր եկավ իրոք անկեղծ էր այն հանգամանքը, որ դու ասեցիր երկուսս էլ սխալներ ունեցել ենք, շատ լավ է, երբ որ մարդ ընդունում է իր սխալը ու կապ չունի հարաբերությունները ոնց են ավարտվել։ Իսկ դու։ Հա, իսկ դու ունեցել ես շփում հարաբերություններ։ Եվ ոնց է ընթացել։ Չեմ ասում ոնց է ավարտվել։
իրականում շատ համերաշխ ենք եղել հարաբերության մեջ, կռիվներ չենք ունեցել ու երևի ինձ թվում է ավարտի պատճառը դա էր, որ շատ ձանձրալի էր կներեք, շատ անկեղծ եմ, բայց բարեբախտաբար ինձ հանդիպած շատ լավ մարդ ա եղել ու լավ հարաբերություններ եմ ունեցել։ Հասկացա։ Տիգրանը ունի աղջիկ ընկերներ եւ դեմա որ իրան սահմանափակ են, չէ՞։ Այս մասով կարող ենք մի քիչ խոսել, որովհետեւ ամեն ինչ կարծեք թե շատ այսպես հարթ էր ընթանում։ Հիմա մի քիչ իրար հետ խոսում Ես չէի լինի, եթե այս թեման չբարձրաձայնեի։ Ես իրականում դեմ եմ, ոչ թե դեմ եմ կամ ինչ որ չգիտեմ, հարաբերությունները կարող են ավարտվել, որովհետև դու ունես աղջիկ ընկերներ, բայց ցանկալի է, որ չունենաս աղջիկ ընկերներ կամ եթե նույնիսկ ունես, իրանք լինեն մեր ընդհանուր ծանոթները կամ մեր շրջապատից լինեն։ Իսկ ձեր մոտ ինչպես է։ Ես ունեմ տղա ընկերներ, բայց եթե կողակիցս ասի, որ դեմ է իմ տղա ընկերներին, ես կհարգեմ այդ որոշումը ու չեմ ասում, որ կխզեմ իմ բոլոր կապերը իմ ընկերների հետ, որովհետև ես իրանց հետ գործնական եք լինում։ Որովհետև իրանց հետ ունեցել եմ լավ օրեր, ունեցել եմ գործնական առնչություն ու պատճառ չեմ գտնում, եթե չլինի հանգամանք օրինակ ռեալ։ Հասկացա։ Հետաքրքիր է։ Ես սահմանափակումներ չեմ դնում իրականում, որովհետև ես չեմ սիրում սահմանափակվել։ Ընդհանուր եթե մարդ կարողանում է խոսել, այդ խոսելու շնորհիվ կարող են իրար հասկանալ։ Ես կարծում եմ, եթե դա սահմանափակում է, ես դրան որպես սահմանափակում չեմ վերաբերվում, բայց եթե սահմանափակում է, ուրեմն համակարծիք չենք, ինձ թվում է այդ հարցի շուրջ։ Նո հա, բայց սահմանափակումներ դե բնականաբար լինում է համ տղայի մոտ, համ աղջիկների մոտ, բայց նայած ինչ սահմանափակումներ, նո չեմ ասում, չգիտեմ, կներեք արտահայտությանս համար մինի յուբկով հաստատ չեմ թողի դուրս ինքը գնա խանութ։ Հա, իմ հետ ինչքան ուզում է։ Բայց չեմ թողի խանութ գնա մինի յուբկով օրինակ, ասես մի քիչ մանրանամ այդ իմաստով դու արդեն կհասկանաս բոլոր իմաստներով, երևի։ Սա տարածված թեմա է հիմնականում։ Ես սիրում եմ իմ կողքին ճոխը երևա, բայց չեմ սիրիմ կողակիցը ուրիշ տեճոխ երևա։ Բայց դա էգոիստություն է։ Ոյ, կներեք, ներվայնանց մի րոպե տեսեք, կանանչ դրոշակին Քիրանով ընկավ, դա կարծում եմ սուբյեկտիվ բան եմ ասում, դա էգոիստություն է եւ կինը աքսեսուար չի, որ ձեր կողքին օրինակ շքեղ երևա, հենց ձեր կողքին է, բայց երբ որ առանց ձեզ է, ինքը իրավունք չունի ինքնաարտահայտվի, օրինակ հագուստի, աքսեսուարների միջոցով մի քիչ էգոիստական է իմ տեսանկյունից։ Ես նկատի չունեմ աքսեսուարների ու ես նկատի ունեմ բաց շորերի մասին էր խոսքը։ Չէ, դուք ասում եք, եթե իմ հետ է, ինքը պետք է շքեղ լինի, այդ մի տեսակ ոնց որ կինը իմ զուտ էգոիստական հնչեց իմ տեսանկյունով, կողենք Մարիամի տեսակետն էլ լսենք, որտեղ իմ ժամադրությունը չէ, զուտ կողքից կարծիք եմ ասում։ Հետաքրքիր է, ձեր համար էգոիստական չի սա մի քիչ հնչում։ Մարիամին լսենք ու ասենք։ Իրականում ես տվյալ հարցին անձնային չեմ վերաբերվում ու շատ նորմալ է իմ համար քո տեսանկյունը, բայց իմ կյանքում իմ հետ կապված չեմ օրինակ նորմալ նայում նրան, որ կողակիցս կարա որոշի շորով ես որտեղ պետք է լինեմ կամ որտեղ չլինեմ, իմ էությունը չի փոխվում անկախ իմ հագուստից, անկախ իմ ներկայանալու ոճից։ Ես հագուստը մեջ բերեցի։ Ես օրինակը լրիվ հասկացել եմ, բայց ես ոնց կլինեմ իմ կողակցի կողքին, նույն ձև կլինեմ շրջապատում, ինձ թվում է այս այնքան տարական բան է, որ մարդիկ գիտեն դրսևորվել ամեն դեպքում, անկախ կողակցի հետ են, թե ոչ։ Եթե վստահ ես այդ շրջապատի մեջ, հա, վատը չեն ասի, հա, համաձայն եմ։ Բայց կա դեպքեր, որ եթե օրինակ դու բաց հագնվես ու այդ դեպքում ես կողքից չլինեմ ու դու պաշտպանված չլինես։ Ումից պաշտպանված այլ տղամարդկանցից։ Իհարկե։ Այսինքն տղամարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում։ Իհարկե, բնականաբար։ Ես տղամարդ եմ ու գիտեմ, որ դա վտանգ է։ Բայց ոչ բոլոր տղամարդիկ են իրենցից վտանգ ներկայացնում։ 90%-ը տենց են։
շատ տխուր վիճակագրություն եք ասում, իսկ մենք վիճակագրություն ցավոք չունենք, բայց տխուր է, երբ որ տղամարդն է տղամարդու համար ասում վտանգավոր է, դե պատկերացրեք մենք կանայքս ինչպես ենք ապրում մի սոցիումում, որտեղ տղամարդը մեկ այլ տղամարդուն վտանգ է պատկերացնում։ Նու այս դարում հիմնականում աղջիկեք ավելի վտանգավոր են, քան տղեկը։ Ինչով։ Բռնաբարությունների քանի տոկոսն են աղջիկները անում։ Ես բռնաբարությունների քանի տոկոսի մասին չեմ խոսում ես։ Չկա ստատիստիկա։ Ես Բռնությունը գործադրում են տղամարդիկ իրականում։ Իսկ աղջիկները ինչով են վտանգավոր հիմիկվա։ Տեսեք դուք ասացիք, որ բռնությունը տղաների մասով է։ Ստատիստիկայով։ Ես դա նկատի ունեի։ Ես չեմ։ Բայց ավելի լավ չի մենք ոչ թե փորձենք կանանց սահմանափակելով, փորձենք, չգիտեմ, ավելի արմատացնենք այդ իրականությունը, այլ հակառակը մենք փորձենք յուրաքանչյուրս մեր օրինակը, որտեղ եթե այսինքն աղջիկա կողքը տղա չկա, այդ աղջիկը անպաշտպան է։ Անպաշտպան չի, այդ պահին պաշտպանված չի զուտ։ Սի պահի սիտուացիան կարևոր է։ Մի վարքյան մեր կարող ամեն ինչ լինի։ Իսկ հիմիկվա աղջիկները ինչով են վտանգավոր։ Հիմիկվա աղջիկները։ Հա, դուք ասիք հիմիկվա աղջիկները ավելի վտանգավոր են, ինչով։ Ինչով։ Կարծում եմ բոլորս էլ գիտենք դրա մասին, չբարձրացնեմ։ Ես հարց տվեցի դրա համար։ Կամ նու մենք երեք աղջիկ ենք, որ ինչ վտանգ ենք։ Մենք էլ sense նստած ենք, որտեղ ինձ հետաքրքրեց օրինակ ինչով եմ։ Եթե sense ասեմ, վտանգը ես նկատի չունեմ վտանգը, կարող է ինչ որ հանցագործություն անի կամ չգիտեմ, ինչ որ բռնություններ անի։ Ինքը վտանգավոր է նրանով, sense ասեմ ռուսերենով լյուբոյ տղամարդու կարա իրանով անի։ Քիչ են տղամարդիկ, իրենք անում են այսպես նստած են, կանայք գալիս են այդ լրփուշկաները եւ իրանցով են անում միամիտ տղամարդկանց։ Դա կոչվում է պայի սիտուացիա։ Եթե տղամարդը հակված չի դավաճանելու, այս խոսքը ոսկե տառերով գրում ենք, որևէ կին իրեն չի կարող ստիպել, պարտադրել, որ այդ տղամարդը դավաճանի, այսինքն տղամարդիկ այնքան, չգիտեմ, կարծիք բնական ոչ բոլոր տղամարդկանց մասին է խոսքը, ձեր օրինակն ոչ բոլոր կանանց մասին էլ է խոսքը։ Այսինքն այնքան sense անօգնական եւ անպաշտպան են տղամարդիկ, որ կանայք գալիս եւ իրենցով են անում այդ տղամարդկանց։ Հակասական բաներ եք ասում։ Ինչևէ, եկեք այս թեման փակենք, որտեղ ինձ թվում է անverջ կարանք վիճենք, իսկ մենք չենք ուզում վիճենք, բանավիճենք, իսկ հիմա եկեք հասկանանք Տիգրան ձեր դուրը եկավ Մարիամ, արդյոք կուզենայիք երկրորդ ժամադրության գնայիք առանց մեզ արդեն։ Ցանկություն կլինի, հա, կլինի։ Ինքը շատ գեղեցիկ աչքեր ունի, կլինի։ Դու Մարիամ։ Ես կարծում եմ ընդհանուր թեմաներ կունենանք ու հետաքրքիր թեմաներ, բայց ինձ թվում է չէ։ Լավ, մենք Մարիամի հետ դեռ առանձին խոսելու ենք։ Երկրորդ ժամադրությունից հետո ինձ թվում է ավելի པարզ կլինի, երկրորդ փորձառություն կլինի ժամադրության։ Ձեզ շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Դե արդեն պատրաստվենք գնանք երկրորդ ժամադրությանը։ Ինչպես կասեր ChatGPT-ին, քո մեջ ես գտել եմ այն ամենը, ինչ երբեք չեմ փնտրել, բայց միշտ պետք է եղել։ Տեսնենք արդյոք Էրիկը կգտնի Մարիամի մեջ այն, ինչ պետք է եղել նրան։ Նինա հրաշալի է։ Երեք օպրեք։ Ես sense քիչ սարմանալի բան է։ Շատ օպրես շատ։ Շփեք երեք։ Վավ։ Բարև, Համնաս Էրիկա։ Մարիամ։ Հացելիա։ Ինչով ես զբաղվում։ Լուսանկարչուհի եմ, սկսնակ բլոգեր, մասնագիտությամբ նախադպրոցական մանկավար։ Հասկացա։ Դու։ Ես մասնագիտությամբ QA ինժեներ եմ, նաև рэպեր, զբաղվում եմ рэպով։ Այսքան է դեռևս։ Իսկ մեր համար կերքես։ Չէ, երգել եմ արդեն։ Չէ, ես համաձայն Դու չեմ։ բացակայեք։ Մարիամը պնդում է, որ դու երգես։ Չէ, Մարիամը ուզում հասկանա դու ինչ ես պատրաստ իր համար։ Այո։ միգուցե եթե երկրորդ հանդիպում լինի այդ ժամանակ։ Ինչ նախասիրություններ ունես լավ Մարիամ ջան։ Որպես հոբի էլի որպես։ Լուսանկարչությունը հիմնականում իմ տարերքն է, իմ հոբին ու նախասիրությունը։ Հասկացա, ուրիշ։ Օրինակ չգիտեմ, ֆիլմեր, երգեր, Ավելի շատ երգեր եմ նախընտրում ու գրքեր։ ինչ ժանրի երգեր ես լսում։
բոլոր ժանրերը գրեթե լսում եմ, բացի ծանր ռոքից։ Ամեն ինչ լսում ես։ Համարյա։ Հասկացա, այդպես կոնկրետ ինչ-որ բան չկա էլի, որ Չէ։ ֆիլմեր Տրամադրությունից, եղանակից կախված։ Ֆիլմեր շատ չեմ սիրում։ նախկինում հարաբերություններ ունեցել ես։ Այո։ Դու։ Ունեցել եմ։ Վերջին անգամ երբ ես ունեցել հարաբերություններ։ Մոտ 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում։ Իսկ երկարատև էր ձեր հարաբերությունները։ Մի քանի ամիս։ Հասկացա։ Դու։ Ես մենակ ասում եմ դու։ Կարճ Ոնց կոմֆորտ է տենց շփվեք։ կարճ շփումներ ա եղել, տենց երկար չեմ հիշում երկար։ Հասկացա։ 3 ամսից ավել չեմ հիշում։ Որ հատկանիշներն ես նախընտրում ավելի շատ քո կողակցի մեջ, լինի ու չլինի։ Լինի անկեղծ, լինի հոգատար, լինի բարի, հավատարիմ, չլինի կեղծ, չլինի դորոս, Հատկանիշներ։ նույն բաներն չհակ, չլինի չար, ցուցամոլ չլինի, չեմ սիրում ցուցամոլություն, երևի այդքան եմ, իսկ քո համար տղայի մեջ ինչն է գրավում տենց կարևոր հատկանիշ։ Քանի որ դու նշեցիր, պետք է ասեմ, որ իմ համար առաջին տեղում է հավատարմությունը։ Ու իրականում բոլորս պահանջում ենք, ուզում ենք, որ մեր կողակիցը դիմացինը լինի անկեղծ, բայց չգիտեմ ինչի հարաբերություններ ավարտվում են նրանով, որ ինչ-որ մեկը անկեղծ չէր ու չհասկացանք իրար ինչ-որ սենց։ Նախընտրում եմ, որ լինի հոգատար։ Իսկ ինչ չեսների։ Չմների։ Դավաճանությունից բացի այդ միշտ գլոբալ բոլորը չեն ներում դավաճանություն, այդ հասկանալի է։ Իսկ ասել դե դավաճանություն ներելի է։ Նորմալ է ասենք։ Ուրիշ ասենք խոսքի հաց չսարքի օրինակ տղամարդը ասենք Դու ինչ չեսների։ Իրականում, եթե գլոբալ դավաճանության թեմային չանդրադառնանք, ինձ թվում է մնացած հարցերը ավելի շատ հիասթափության ու հետևություն անելուն են բերում։ Օրինակ որ խաբեմ քեզ։ Կներես։ Նախ կհասկանամ ինչի պատճառը, եթե օրինակ ստում ես, բայց ավարտը լավն է, ինչ որ չգիտեմ, լավ պատճառի համար, անակնկալի թող լինի։ Հետաքրքիր է։ Լավ, անասուն։ Ամենք Պատճառ կարա լինի արդարացնող։ Չէ, իրականում արդարացնելուն ընդհանրապես կողմնակից չեմ ու չեմ էլ ընդունում արդարացումներ ցանկացած սիտուացիայում։ Հասկացա։ Իսկ օրինակ կենթանիներ սիրում ես, ես որտեվ Այո, ինչ կենթանի ես սիրում։ նապաստակ, երևի շատ։ Տանը որ պահեիր։ Նապաստակ եմ ունեցել միայն եւ երևի կունենամ նապաստակ էլի, եթե նպատակ ունենամ կենթանի պահել։ Կա կենթանի որ պրինցիպա կոմոդ որ այդ կենթանին չպետք է լինի այդ տանը։ Այո։ Հիմա Շանը չեմ սիրում տանը պահել։ Ես սիրում եմ շանը սիրել, բայց չեմ սիրում պահել այդ։ Հիմա մի հատ սիտուացիա է ասենք, ոնց որ ես սիրում եմ շուն կատու։ Ես շուն եմ սիրում, դու չէ։ Ու ես ուզում եմ պահեմ, դու չէ։ Ոնց ատնելու։ Եթե դու սիրում ես շուն եւ սիրում ես շանը պահել, կպահես քո շանը։ Ես կսիրեմ միայն նրան։ Առանցին սենյակում երևի չէ։ Նկատի ունի հոգացություն, այսինքն առավոտյան կակաշիկների համար հանել դուրս։ Այդ պատասխանատվությունը քո վրա չմնա։ Դա մեծ որպես կենթանի պահող գիտեմ։ Դե իհարկե դրանք շատ Իրականում չեմ կարծում վիճելի թեմա է։ Ասենք երեխաներին։ Այսինքն Կպայք։ ոնց հասկացա կոմպրոմիսների գնալու օքեյ է էլի։ Կգնաց կոմպրոմիսների հասկացա։ Հիմա ոնց որ այնտեղ հանդիցել է խոսք գնացել դու ոնց որ այստեղ չէիր էլի։ Ես ասել եմ որ խանդում եմ նաև որ իմ կողակիցը օրինակ թեկուզ ուրիշ рэպերի рэպով կարա ինքը սթորի անի կամ բան։ Հիմա նույնը օրինակ եթե տեսահոլովակներում նկարանվում եք ուրիշ рэպեր առաջարկում է քեզ որ իր տեսահոլովակում նկարանվես։ Ու ես չեմ ուզում որ դու նկարահանվես։ Ինչ կանես այդ դեպքում։ Սա իմ սրտով կգնաս։ Դու որպես իմ կողակից դեմ ես որպեսզի ես նկարվեմ կոնկրետ ուրիշ рэպերի տեսահոլովակում։ Հա, ես չեմ կարա քեզ ասեմ,
որ մի նկարի, ուղղակի ասում եմ, որ ինձ հաճելի չի այդ process-ը, Ես որ կընդունեմ դա։ չես նկարում։ Ինձ թվում է նորմալ է ու Հասկացա։ Երեքում շատ հավես անցավ Երեխեք ժամադրությունը։ անկեղծ ասեմ, այս եզակի դեպքերից է, որ մենք ընդհանրապես չենք ուզեցել խառնվել եւ շատ իներցիոն էր ձեր հաջողությունը։ Իներցիայով շփվում է։ Այո։ Հիմա Էրիկ, եթե Մարիամը ի վերջո որոշի գնալ ձեր հետ երկրորդ ժամադրության, դուք համաձայն կլինեք թե ոչ։ Հա, իհարկե։ Իսկ երկես։ Տեսեք, միանգամից պատասխանեց, հարցը չավարտվեց։ Հա, իհարկե։ Տեսեք, դա Նինայի առաջարկն էր, այդտեղ պետք է լսենք Մարիամը։ Մարիամի առաջարկը մենք ենք լսելու։ Էս էինք ուզում։ Չի եղել տենց դեպք։ Շատ լավ, հա։ Էրիկին կճանապարհենք եւ Մարիամի հետ կունենանք շատ հետաքրքիր զրույց, որտեղ շատ հետաքրքիր է։ Հաջողություն Մարիամ ջան։ Ապրես Էրիկ ջան, գնա։ Մենք այսպես շատ ուշով լսելու ենք Մարիամին եւ հասկանանք ում է արդյոք ի վերջո կանչելու երկրորդ ժամադրության։ Փոքրիկ սփոյլ եղավ հաշվի առնելով առաջին ժամադրությունը, բայց ամեն դեպքում հետաքրքիր է քո վերլուծությունը լսել երկու ժամադրությունների եւ երկու տղաների վերաբերյալ։ Տիգրանի հետ կապված դեյթի ժամանակ եղավ զրույց, որը չամասի դուրս չեկավ, բայց մի քիչ դիսկոմֆորտ էր, քանի որ ես այդ հարցին ուրիշ ձև եմ վերաբերվում, աղջիկը ինչպես կներկայանա իր հետ առանց իր, ինձ թվում է մի քիչ շատ տարական հարց է ու վիճելի չի, որ երկար քննարկվեր այդ հարցը։ Իսկ Էրիկի հետ կապված Իսկ Էրիկի հետ կապված պետք է ասեմ, որ ավելի շատ դրական էր, քան բացասական, եթե ուզենամ հիշեմ նույնիսկ ինչ-որ բացասական բան նույնիսկ հիշել, ինձ թվում է դժվարանալու եմ։ Այսինքն կարող ենք այստեղից ենթադրել, որ Էրիկի հետ ամեն դեպքում երկրորդ ժամադրության կգնաս։ Իրականում պետք է ասեմ, որ երկուսն էլ այնպիսի մարդիկ են, որ ինձ թվում է չեն ծանծրանա երկար զրույցից, ավելի կնախընտրեմ Էրիկի հետ երկրորդ անգամ ժամադրության գնալ, իսկ ինչ վերաբերում է Տիգրանի կարգավիճակին ամուսնական, պետք է ասեմ, որ իմ կողմից հարգանքի արժանի այն մարդը, ով լինելով բաժանված կարգավիճակում, հա, այսպես ասեմ, նախ շատ դրական էր խոսում իր նախկին հարաբերություններից ու շատ անկեղծ էր, ինչը նաև տպավորեց ինձ, սակայն ես ավելի ճիշտ եմ գտնում հարաբերություններ սկսել կամ կյանք կապել այնպիսի մարդու հետ, ով չի եղել ամուսնացած, երեխաներին շատ եմ սիրում, բայց երեխաներ չունի, ինչու ոչ։ Շատ կայֆ մեզ բացատրեցիր սիտուացիան։ Չէ, շատ շնորհակալ ենք հստակ տեսակետի համար եւ մենք սպասենք ինչու ոչ մեկնաբանություններին, տեսնենք գնացել եք ժամադրության թե ոչ։ Գրես անպայման։ Անպայման, այո, հետադարձ կապը մեր համար կարևոր է։ Քեզ եւս մեկ անգամ շնորհակալ ենք Մարիամ ջան, իսկ մենք Հյուգո, իրոք, որպես երրորդ ավելորդ մեզ աջակցեցիր կարմիր եւ կանաչ դրոշակներ գտնել, իսկ մենք ձեզ ասում ենք ց, էլի հանդիպելու ենք ու էլի բոլորով գնալու ենք ժամադրության, մինչ նոր սիրավեպեր։